Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը դատապարտել է հայ-առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավն ու հորդորել լուծել խնդիրը։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո Լավրովն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Նրա խոսքով Ռուսաստանը շահագրգռված է, որ այս իրավիճակը հնարավորինս շուտ հանգուցալուծվի Հայաստանի սահմանադրության, հավատացյալների իրավունքների և ըստ էության ցանկացած այլ մարդու իրավունքների լիակատար հարգանքի հիման վրա։ Նա նշել է, որ հայ հասարակությունում եկեղեցու պաշտպանության շարժումը շատ լուրջ է։ Во-первых, тема обсуждалась. Ակնհայտ է, որ սա մեր հարևանների ներքին հարց է, բայց իհարկե կանոնիկ հազարամյա հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները խիստ մտահոգիչ են։ Եկեղեցին ավանդաբար միշտ եղել է հայ հասարակության հիմնական հենասյուներից մեկը, եւ մենք չէինք ցանկանա, որ այս եկեղեցին ենթարկվի անհիմն հարձակումների, ըստ էության առանց որևէ լուրջ հիմքի։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեությանը Լավրովը նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները շարունակում են Հայաստանին համարել կազմակերպության լիիրավ անդամ, սակայն այս կարգավիճակը ենթադրում է կազմակերպության շրջանակներում բոլոր պարտավորությունների կատարում, այդ թվում անդամավճարների մասով։ Վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարեց, որ շուտով ստիպված կլինեն ընտրություն կատարել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև։ Նա նշեց, որ շուտով ստիպված կլինեն վերջնական որոշում կայացնել ՀԱՊԿ-ի վերաբերյալ։ Մենք որևէ ճնշում չենք գործադրում Հայաստանի Հանրապետության իշխող շրջանակների վրա։ Կսպասենք այս բոլոր հարցերի շուրջ պարզաբանումների, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ եթե Հայաստանը հրաժարվի իր դաշնակիցներից, իր ամենամոտ գործընկերներից, իր հարևաններից, սա դժվար թե օգուտ բերի հայ ժողովրդին։ Միևնույն ժամանակ նա նշել է, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի մասնակիցներն ի գիտություն են ընդունել, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կրկին հրաժարվել է մասնակցել այս միջոցառմանը։